Տեսեք ինչ լավ աստացվո սիրելիներս։ Չեմ կարող որ բռնեմ շուրթում։ Շատ ընտիր աստացվել։ Մոռացել եմ, որ ուրիշ չկա։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, ինչքան ժամանակ է միասին սուրճ չենք խմել, որոշեցի այսօր միասին սուրճ խմենք և կտեսնենք ինչ ենք պատրաստել։ Ասեմ, որ լույսերն էլ տարել են, մեր լույս չկա։ Այդպես հետևորդներ ջան, ինչ ասեմ, մեծարազնապես մի բաներ չկա, որ ասեմ, դե դուք ես սուրճ դրեք, որ միասին խմենք սիրելի հետևորդներ ջան։ Ահա և մեր սուրճն է պատրաստան։ Գնացինք մեր սուրճը վայելենք սիրելի հետևորդներ ջան։ Ես ինչի չի բացում, չգիտեմ։ Այդ ես բան։ Սիրելի հետևորդներ ջան, լույս չունենք, ասենք բալկոնում ենք, լատանան պատողանը զբարակները քաշնի նետանալուց կալի։ Լույս լույս խապի։ Ոնց որ լույս խփեց մի քիչ նորմալ է։ Լույսերը տարար հակառակի նման, ես ինչի կլիքս ցավացած։ Սեր հետևորդներ ջան, չմոռանալ հիշացնել, ովքեր առաջին անգամ են դիտում իմ հոլովակը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, կիսվել ձեր մեկնաբանություններով, եթե ցանկանում եք, եթե չեք ցանկանում, դա ձեր գործն է սիրելիներս, ինչ եմ ասում, չեմ ուզում ասել, եկալ ժամանակ սուրճ չեմ խմել, ասեմ ձեր հետ միասին, ասի այսօր միասին սուրճ խմենք, երևի մի քանի հոգի ինձ հետ կլինեն, որտեղ օրը այդքան ուշ չի, 11-ն է ժամը, այդ ժամին անպայման ինձ հետ սուրճ խմող կլինի։ Սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, շնորհակալ եմ ձեզանից գեղեցիկ մեկնաբանությունների համար։ Սրտիկներ եք դնում դրա համար, բոլորիցդ շատ շնորհակալ եմ սիրելիներս, անցյալ անգամ հոլովակ էի նկարահանել, ոսպ, բրինձ, մեկ էլ խոշոր, ինչ էր անունը, խոշոր, որ հիշեմ լավ է, ինչ որ այա, երևի առանքում կհիշեմ, ուրեմն իմ հետևորդներից հարցրեցին, որ տիկին Քնարի կարելի է կաղամբով պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ասեմ, որ ամեն ինչն էլ կարելի է, և կաղամբով, և սուտի տոլման էլ կարող եք կաղամբով փաթաթել, ինչ տոլմաններ էլ որ կա, կարող եք բոլորը փաթաթել կաղամբով, չի խանգարում, ուղղակի կաղամբով փաթաթելուց մի քիչ տոմատի սալցա պետք է անեք, որ գույնը գա դեղ, էլի սփռտնակ չլինի, էդ է միայն գլխավորը։
Ձեզ շատ չեմ զբաղացնելու սիրելիներս։ Հիմա ես ձեզ թողնում եմ, բայց մի քիչ հետո նորից կմիանանք սիրելիներս։ Տեսնենք ինչ ենք պատրաստելու այսօր։ Սիրելի հետևորդներ, միասին պատրաստում ենք բերոկ։ Բերոկ էլի եմ պատրաստել, բայց ես մի անգամ մի ուրիշ տեսակ եմ պատրաստելու։ Ալյուրն էլ մաղեցի։ Ալյուրին ավելացնում եմ 1 դեսերտնի կթար վանելին։ Վանելին, մի քիչ աղ, շատ քիչ աղ, մածուն, մածունի հետ սոդա եմ խառնում, մի թեյի կթար, տեսնենք ես ոնց մածուն եմ։ Մեկ թեյի կթալ սոդա ենք խառնում, ոչ շատ լիքը, ոչ շատ պակաս։ Խառնում ենք։ Արդեն եռում է, որ լցնենք մածունի վրա։ Ձուն ենք ավելացնում, 2 հատ ձուն, և 100-150 գրամ կարագա, կարող եք մարգարինով պատրաստել։ Սկզբնական շրջանում թխառնենք գթալով, և պես շաքարավազ մոռացա։ Մեկ բաժակ շաքարավազ։ Դե նայած ձեր բաժակը ինչ բաժակ է, խմորը ինչ չափի եք վերցնում, դա էլ արդեն դուք կիմանաք։ Միացած լավ խառնենք։ Մի քիչ էլ բուսայուղ կարող եք ավելացնել։ Մի 3 կթալի չափ, 3 ճաշի կթալի չափով։ Ալյուրներ, եթե ալյուրը քիչ եղավ, անպայման կավելացնենք։ Պինդ խմոր ալյուրներում։ Պինդ խմոր պետք է ստանանք հետևորդներ ջան։ Հիմա արդեն երևում է, որ ալյուրը քիչ է, պետք է նորից մաղեմ։
Ալուրը որ մաղում ես, թթվածին է ընդունում ու խմորը ավելի լավ է լինում։ Ճիշտ ասած, ես չգիտեմ, ես էլ եմ լսել, մեծերից եմ լսել։ Պետք է ալյուրը անպայման ահաս, պարտադիր չի, որ կեղտոտ լինի, որ նոր ահաս։ Մաքուր է, բայց ասում են ալյուրը շնչում է։ Էլի ալյուր ուզում։ Ահա, սիրելի հետևորդներ, հիմա այս խմորից կտրում եմ, երևի, ահա, այս չափ կտրում եմ դնեմ սարցախցիկում, սարի, որ հետո քերեմ վրանացնեմ։ Սա դնեմ մի հատ ափսեի մեջ, կամ էլ տոպրակի մեջ դնեմ։ Լավ, էսի հետո կանեմ ես, իսկ սա դնենք իր նամանի մեջ, որ հանգստանա։ Դնենք ստեղ։ Ու թողնենք, կծածկենք, թողնենք կհանգստանա։ Սիրելի հետևորդներ, արդեն մեր խմորու ժամանակն է, որ ձեռքերով բացում ենք։ Մի քիչ կրկնակենք։ Օր կպավ քիչ ձեթոտեն, որ չկպնի։ Սենց հավասարացնենք։ Քառակուսի լինի, կողքերի սիրունացնենք, որ քառակուսի լինի։ Ոչ շատ բարակ լինի, ոչ շատ հաստ։ Իսկ թվում է նորմալ է, սիրելի հետևորդներ, իսկ հիմա կքսենք ծիրանի ջեմը ապավիկտորյա, որ ուզում եք ընդունեք։ Ծիրանի ջեմն ենք ավելացնում։ Կուզեք ծիրանի ջեմ, կուզեք դեղցի պապիտլո, ինչ որ կցանկանաք։
Պավիլոն կսեցինք, պավիլոյա ջեմա, մեկնեց եմ ասում, լավ էլ բոլոր կսեցինք, հիմա էմյուս կտորը, որ դրել ենք սարցախցիկը, պետք է փշրենք վրեն, ասելի հետևորդներ այսից մանրացնելու ենք, լավ էլ սացվում է, բայց մի քիչ դժվար է, ասելի հետևորդներ, հիմա դնում ենք ջեռուցը, որ եփվի, շատ լավ է, սենց, ուրեմն հիմա կտրենք, տեսնենք հլա, ինչ լավ է ստացվել, հետ կտրենք, հետ էլ երևի սենց կտրենք, մեկ, երկուս, երեք, սելի հետևորդներ, տեսեք ինչ լավ է ստացվել, ասելի հետևորդներ ջան, այսօր էլ վերջացրեցինք մեր հոլովակը, մեր պերոգը շատ լավ ստացվեց, եթե իմ տարբերակը ձեզ դուր եկավ, կարող եք դուք էլ պատրաստել, մեկնաբանություններում գրել, ձեզ դուր եկավ, դուր չեկավ, դուք ինչպես եք պատրաստում սիրելիներս, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր բոլոր մեկնաբանությունների համար, գերազանց մեկնաբանությունների համար, սիրելիներս, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակոճակը սիրելիներս, դե ինչ ասեմ, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։